Ընտրություններից 3 ամիս առաջ իշխանական թիմի PR պատասխանատուները որոշել են ուժեղ Նիկոլից վերակերտել խեղճ Նիկոլի կերպար, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանին հիմա վերադարձնում են խեղճ Նիկոլի այդ իր կերպարը, որից իրենք մի պահ որոշեցին հրաժարվել 2024 թվականից սկսած, այն կախիչներ, մախիչների այն օպերացիաներից սկսած եւ ուժայիններին էին գործից հանում Նիկոլի հրահանգները չկատարելու համար, երբ ուզում էին ցույց տային ուժեղ Նիկոլ, ուժեղ կառավարիչ։ Ուժեղ, զուսպ, հավասարակշռված Նիկոլի նյարդերը բավականին թույլ են կերպարի մեջ երկար մնալու համար, նկատում է Հակոբյանը։ Հենց ուղիղ եթերում պայթում է միֆը, երբ նա սկսում է գոռգոռալ իր հետ հանդիպման գնացած մարդկանց վրա։ Գիտեք, որ ես Դուբայում մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում։ Չէ, ջղայնանում եմ, թող։ Ըստ փորձագետների Փաշինյանի վարքագիծը հուշկու հաղթանակ տանողի վարքագիծ չէ։ Եղավ գնացեք իմ Դուբայի տները քննարկեք։ Ժողովրդի անմնացորդ աջակցությունը վայելող երկրի ղեկավարը մուննաթ չի գալիս քաղաքացիների վրա, եթե անգամ ինչ-որ հարցում համաձայն չէ, կարծում են քաղտեխնոլոգները։ Լավ ամոթ է, մի քիչ ամոթ է պետք ունենա։ Մի քիչ ամոթ է պետք ունենա։ Հիմա արդեն 2026 թվականն է, ոչ թե 2020 կամ 21 թվականն է, այսպես ասենք, հիմա մեր հասարակության հոգեբանական վիճակը ես կարծում եմ զգալիորեն ավելի կայուն է, ավելի հանգիստ է եւ տրամաբանելու ունակություն ունի մեր հասարակության առնվազն ես կարծում եմ մեծ մասը։ Հակոբյանը մի օրինաչափություն է նկատել ուրախ ավտոբուսով քարոզչական մարաթոնի ընթացքում։ Բարև եղբայր։ Դուրս։ Փաշինյանի մասնակցությամբ տհաճ միջադեպերը հետո փորձում են սրբագրել սրտաճմլիկ տեսարաններ բեմադրելով։ Արտաշատում մրգի կրպակից վռնդվելուց մեկ շաբաթ անց Ինչ խնդիրն է։ Աշտարակում Փաշինյանը մրգի կրպակից առևտուր արած արցախցի կնոջ ծանր տոպրակները ձեռքն է առնում, Բարև ձեզ։ օրինակելի պիոների նախանձախնդրությամբ փորձում սիրաշահել Որն է շենքը եկեք։ իր քաղաքականության պատճառով հայրենազրկված արցախցիներին։ Կիրառվող տեխնոլոգիաների տիրույթում է այս ամեն ինչը։ Հələ արի ասա, հələ բացատրի։ Ըստ Հակոբյանի Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումների Քանի տարեկան եք եղբայր դուք։ սրբագրված արդյունքների հրապարակումը նույնպես քաղտեխնոլոգիայի մի մաս է։ Այդ ինստիտուտը համոզում է, որ ԿՊ-ն 24% ձայն ունի։ Նույնիսկ այս պարագայում ակնհայտ է, որ այդ տոկոսը, որը կարող է ստանալ ըստ AERA-ի այսօրվա գործող իշխանությունը բավարար չէ, որպեսզի իշխանությունը վերարտադրվի։ Որոշակի կորեկտիրովկայի ենթարկվել կամ զգալի կորեկտիրովկայի ենթարկվել ընդդիմության ձայները, որովհետև այնուամենայնիվ, գիտեք, տարբեր սոցիոլոգիական հարցումներ են լինում, ոչ պակաս հեղինակավոր ընդ որում եւ արժանահավատ եւ տարբերությունը այդքան դժվար թե լինի, որ ընդդիմության ձայները, ասենք, անգամներ ավելի մեկի մոտ անգամներ ավելի քիչ լինի, քան մյուսի մոտ ընդհանուր առմամբ։ Գյումրիում, որտեղ իշխանական թիմը շարաչուն ապտակ է ստացել թիմ ընտրություններում, շաբաթ Փաշինյանը մի սկանդալային հայտարարություն է արել. ինչքան ուզենք, այնքան կխփենք ոճով։ Ասել է, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԿՊ-ի նշաձողը 65%-ն է։ Ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։ Քաղտեխնոլոգները սա հուսահատ գործչի հայտարարություն են համարում։ Բնականաբար ինչ պետք է անեն։ Նախ եւ առաջ պետք է փորձեն բոլորին համոզեն, որ իրենց դեմ խաղ չկա։ Բոլոր իշխանությունները, ասեմ ձեզ, այդ նույն վարքագիծը շատ դեպքերում արել են, այդ դրսևորել են եւ հետաքրքիր զարմանալի օրինաչափությամբ հենց դրա վրա էլ, ինչպես ասում են, գլուխները, այսպես ասենք, քարին են տվել։ Այս առումով հենց այդ բաները ասվում էր միանգամից առաջիկա ժամանակահատվածում այդ քաղաքական ուժը հեռանում էր իշխանությունից։ Եթե ամեն ինչ այդքան լավ է իշխանական թիմի համար, ապա ինչու են դռնետուռ ընկել Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ամիսներ առաջ։ Տարակուսած են նրա անդիմախոսները։ Քաղտեխնոլոգները սա անվանում են սպիտակ աղմուկի ապահովում։ Ծիծաղելի կլինեն, խեղճ կլինեն,
ողորմելի կլինեն, թե այսպես ասենք այլ կերպ կընկալվեն, միևնույն է իրենց համար, կարևորը որպեսզի իրենք կարողանան այդ օրը իրենցով լցնել։ Մեծ սպիտակ աղմուկն է, այդ պերաշկի, կուկուռուզ, ուտելիքները եւ այլը, դա նաեւ իհարկե կերպարի հարց է։ Վիգեն Հակոբյանի համոզմամբ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ընդդիմադիր դաշտում սկսված խոշորացման գործընթացը լուրջ ռիսկեր է ստեղծում իր համար, Հասկանում է այն ռիսկերը, որ կարող է լինել։ ու հիմա փորձում է ապատիայի մեջ գցել մարդկանց, համոզել, թե պետք չէ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս։ Ամեն ինչ որոշված է, իրենց դեմ էլ խաղ չկա։ Փորձում են ասել, որ ամեն ինչ եթե որոշված է, ընտրության գալս որն է։ Հանգիստ ձեզ համար այդ, ասենք, չգիտեմ, կիրակի օրը ամառա լավ էլ եղանակա լինելու, ամեն մեկը զբաղվի ձեր գործերով, հա, ամեն ինչ ձեր փոխարեն որոշված է։ Ըստ քաղտեխնոլոգի իշխանությունից հիասթափված ընտրազանգվածը պետք է կուլ չտա քարոզչական այս խայծը եւ ակտիվորեն մասնակցի հունիսյան բախտորոշ քվեարկությանը։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։